Աշնան Մեղեդի հեղինակ Ժոռա Քոսակյան Դե նվագիր թախծոտ աշուն ականջ դնեմ երգիդ անուշ լուռ անրջեմ հոգուս անհուն օվկիաններում խեղդող մի հուշ ախ երանի մի հին հնչյուն հնչեր աշնան երգեհոնից կրկին տաներ ինձ մանկություն հոտն առնեի հին օրերի մի դադարիր ձայնդ խցկել ճեղքերի մեջ կարոտներիս տար ինձ աշուն թող որ թռչեմ երամի հետ տարիներիս դե նվագիր սրտիս լարով վրձնազարկով դեղին ներկով ու դեղնաչոր տերևներով առ հուշերս դեպի ինձ մեկնիր սիրելիներս այս աշնան գեղեցիկ տեսարանով այս գեղեցիկ բանաստեղծությունը կարդացի ձեզ համար, որը համահունչ է աշնան եղանակին, իսկ հիմա սիրելիներս գնամ խոհանոց, ուզում եմ այսօր պատրաստել մի համեղ, փափուկ, ընտիր հայկական գաթա պատրաստեմ մեզ համար, սիրով ցույց տամ ձեզ համար, մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները՝ մածուն, 3 ձու, 9% քացախ, շաքարավազ, վանիլին, ալյուր, 2 մարգարին, 1 տուփ փխրեցուցիչ և քերիչ։ Պատրաստում եմ խմորը։ Ալյուրի վրա լցնում ենք 1 տուփ փխրեցուցիչ և մաղում։ Ճիշտ է, մեր օրերում ալյուրները մաքուր են, մաղված են, բայց պետք է մաղենք, որ ալյուրը հարստանա թթվածնով։ Հիմա սառը մարգարին եմ օգտագործելու եմ 350 գրամ, քերիչով անցկացնելու եմ մարգարինը։ Այսպես ալյուր եմ վերցնելու և քերիչով անցկացնեմ։ Մարգարինով կամ սառը կարագով ավելի թեթև, փխրուն խմոր ենք ստանում, քան հալած յուղով։ Հալած յուղի տարբերակ էլ ունեմ, որ հալած յուղով եմ պատրաստում, բայց այսօր պատրաստելու եմ մարգարինով։ Ալյուրի և քերած մարգարինի վրա ձվի վրա ավելացնում եմ կես կիլոգրամ թթված, շատ թթված գրգռժնված մածուն, դրա համար չեմ ավելացնում սոդա։ Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնում եմ մի ճաշի գդալ, ինձ մոտ 9%-անոց քացախ է, եթե 9%-անոց չունեք, 6%-անոց էլ կարելի է լցնել։ Հիմա ավելացնում եմ մի պտղունց աղ, 1 թեյի գդալ վանիլին, ինձ մոտ ճաշի գդալ է, դրա համար ծայրով եմ լցնում։ Ես խմորին ավելացնում եմ մի թեթև շաքարավազ։ Իսկ հիմա արդեն պատրաստում եմ խմորը տարայի մեջ, հետո սեղանի վրա։ Սիրելիներս, բաղադրիչների ցանկը դուք կգտնեք տեսանյութի տակ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ բաղադրիչների որակից է կախված, մի փոքր պակաս, մի փոքր ավել լինի բաղադրիչները, դա արդեն խմոր պատրաստելու ժամանակ դուք պետք է կողմնորոշվեք։ Խմորը, սիրելիներս, պետք է ստացվի շատ փափուկ, մատներին չկպչող խմոր։ Հիմա լավ հունցեմ, մի փոքր էլ ալյուր ավելացնեմ, նորից մաղելով։ Նորից կհունցեմ։ Խմորը արդեն պատրաստ է, կովրիկի վրա մի փոքր բուսայուղ եմ անում և սկսում խմորը հարվածել։ Մոտավորապես մի 20
Հարվածում եմ, որպեսզի ստացվի թեթև, էլաստիկ, փափուկ խմոր։ Ամանի մեջ մի փոքր բուսայուղ եմ լցնում, որ խմորը դնեմ ամանի մեջ, ծածկեմ։ Հիմա խմորը մի հատ էլ հարվածեմ, դնեմ տարայի մեջ, այսպես յուղաթղթով ծածկեմ և ցելոֆանով, որ չչորանա։ Խմորը արդեն պատրաստ է, ալյուր եմ մաղում կովրիկի վրա, որ խմորը լցնեմ։ Տեսնում եք ինչ ընտիր խմոր ստացվեց, շատ փափուկ։ Առանց ձեզ 4 սեկունդը գնդել եմ, սա էլ ձեզ հետ միասին, որ ձեզ ցույց տամ։ Շատ փափուկ խմոր է։ Հիմա կծածկեմ մարգարինի թղթով, դասավորեմ և ցելոֆանով, որպեսզի չչորանա, կեղև չտա։ Տեսնում եք, փուչիկներով հարուստ խմոր ենք ստացել։ Ծածկեմ։ Միջգնդերը կհանգստանան, պատրաստում եմ խորիզը։ 2,5 բաժակ շաքարավազին ավելացրել եմ 150 գրամ հալած կարագ ու մի լավ այսպես ձեռքերով տրորում եմ, ավելացնում եմ ալյուրը, այնքան որ դառնա փխրուն, որ բռունցք անենք, բռունցքի մեջ մնա, թողնենք փշրվի։ Հիմա վանիլին եմ ավելացնում, 1 թեյի գդալ, ավելացնում եմ մի փոքր բուսայուղ, դա էլ ինչի համար եմ ավելացնում եմ, որպեսզի խորիզը դարձնի փափուկ և փխրուն։ Մի փոքր էլ վանիլին ավելացրեցի և լավ այսպես ձեռքով տրորում եմ։ Ցույց եմ տալիս խորիզը, ընտիր ստացվեց։ Ափի մեջ գնդվում է, հեշտությամբ փշրվում է, ուրեմն խորիզը ընտիր է ստացվել։ Խորիզն էլ է արդեն պատրաստ, պետք է լցնեմ խմորի մեջ։ Տեսնում եք ինչ ընտիր խմոր է, ձեռքերով եմ բացում, ենթարկվող փափուկ խմոր է, դարձնում եմ կլոր խմոր և ավելացնում եմ խորիզը։ Սիրելիներս, 1 հատ խորիզը լցնելը ցույց կտամ, մնացածը առանց ձեզ կադրից դուրս։ Տարածելով խորիզը, եզրերը հավաքելով գալիս եմ դարձնելով գունդ։ Պատրաստում եմ կլոր գունդ, ընտիր է և դնում եմ տապակի մեջ, որը նախօրոք արդեն յուղաթուղթ եմ դրել։ Այս խմորն էլ բոլորը փուչիկներ են։ Խորիզով գնդերը պատրաստ են, ջեռոցը վառել եմ, հիմա այս մարգարինի թղթերով կծածկեմ, հետո ցելոֆանով ու կսկսեմ թխել։ 3 ձվի դեղնուցի վրա ավելացնում եմ մի քանի կաթիլ բուսայուղ, սովորական, եթե ունեք զեյթունի, ձեթ ավելի լավ։ Հիմա կսկսեմ հարել, այսպես ձուն և բուսայուղը։ Հիմա ձեռքերով նորից այս փափուկ ենթարկվող խմորը մի քիչ կբացեմ։ Գեղեցիկ նաշխեր կանեմ, կծակծկեմ, որպեսզի շատ չուռի։ Նոր հիմա կպատեմ ձվով։ Տեսնում եք ինչ գեղեցիկ ստացվեց, բոլորը փուչիկներ են։
Թխելու եմ 200 աստիճան ջեռոցում, վերև ներքև ռեժիմը միացրած։ Վերջ հիմա տանեմ դնեմ, ինչքան էլ ծակծկեցի, դարձյալ ընտիր ուռել է, հենց երեսը կարմրին, նոր կհանեմ։ Թխեցի, վերջացրեցի, տեսեք ինչ հրաշալի սիրուն գաթաներ ստացվեց, փորձեք, պատրաստեք այս բաղադրատոմսով, հույսով եմ կհավանեք, սիրելիներս, եթե տեսանյութը ձեզ դուր եկավ, լայքեք, բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք իմ նոր տեսանյութերին, ընտիր ստացվեց։ Սուրճի սեղանն էլ է պատրաստ, գաթաները թխել եմ, վերջացրել եմ, հիմա սուրճը պետք է վայելենք ձմերուկով և գաթայով։ Հիմա կփորձեմ։ Շատ համեղ ստացվեց։ Պատրաստեք, ինչպես ես պատրաստեցի, նույն բաղադրատոմսով և կհամոզվեք, որ շատ ընտիր, փափուկ, համեղ գաթա ստացվեց։ Լավ հարազատ դարձած հետևորդներ, ասում եմ բարի գիշեր, որովհետև երեկոյան ժամը 9-ն է, խաղաղ գիշեր բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։